Սիրելի եղբայրներ և քույրեր, այս դեսանյութին մեջ պիտի չխոսիմ այն մասին, թե կաթոլիկ եկեղեցին և հայ առաքելական եկեղեցին ինչ կսեն սուրբերու արձաններու գործածության մասին։ Այս դեսանյութը պատասխանը պիտի ըլլա անոնց այն հոսանքներուն, այն ուղղություններուն, որոնք արձանի գործածությունը գրապաշտություն կնկատեն և գրապաշտություն կգոչեն և արձաններ գործածողներն ալ գրապաշտներ կհամարեն։ Իրենց այս խոսքը անշուշտ կհիմնեն Ելից գրքի 20-րդ գլխուն 4-րդ համարին վրա, որ գսե «Տուն քեզի գուրկ չշինես»։ Համարին մեկնությունը պիտի չնեմ, սիրելիներ, ամեն մեկ համար, որ հիշեմ, անոր մեկնությունը պիտի չնեմ, նկատի արեք, բայց հակիրճ բացատրություններ պիտի դամ։ Հոս դերը գսե «Տուն քեզի գուրկ չշինես»։ Նախ սիրելի բողոքական եղբայր, սիրելի հոգեկալստական եղբայր, դուք որ Հիսուսի արձանը գործածողները գրապաշտ կգոչեք, նկատի արեք, այս համարը հիշատակելու իրավունք չունիք, որովհետև այս համարը կխոսի գուրքի մասին։ Ինչի մասին կխոսի? Գուրքի մասին, չի խոսիր Աստուծո մասին, չի խոսիր ճշմարիտ Աստուծո մասին, «Տուն քեզի գուրկ չշինես», ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա, ոչ ալ ծովու ջուրերուն մեջ։ Ինչու այս պատվերը կդրվի, որովհետև հրեաներ շուտով պիտի երթային Կանանու երկիրը և կանանացիներ կպաշտեին չաստվածներ, երկինքը իրենց համար ուներ իր չաստվածը, օրինակ սաստիկ դակը, սաստիկ անձրևը, անոնց մեջ աստվածներուն ներկայություն կամ չաստվածներուն ներկայություն կտեսնեին։ Երկիրը ուներ իր չաստվածը, բտղապերության չաստվածը, օրինակ, ծովը ուներ իր չաստվածը, որովհետև անոնք կհավատային անակնկալ փոթորկումները, որոնք տեղի կունենային ծովերուն մեջ, անոնք չաստվածներու փառքության իբրև արդյունք էր։ Հիմա մեկնության մեջ չմտնեմ։ Հստակ պետք է լա սիրելիներ հոս, երբ դերը գսե «Տուն քեզի գուրկ չշինես», խոսքը գուրքի մասին է, չաստվածի մասին է, խոսքը ճշմարիտ Աստուծո մասին չէ։ Քրիստոս գուրկ չէ, Քրիստոս չաստվածը չէ, կգրկնեմ, Քրիստոս գուրկ չէ, Քրիստոս չաստվածը չէ։ Հետևաբար այս համարը մի կապեք Քրիստոսի հետ, այս համարը իբրև հիմ մի առնեք, ըսելու համար, որ հին գտակարանի մեջ ասված գարքիլ է արձաններու գործածությունը։ Խոսքը գուրքերու արձաններու գործածության մասին է, վերջագետ, նորդող։ Սիրելիներ, հավատացյալ մարդիկ, երբ Քրիստոսի արձանին դիմաց կգանքնին, այդ արձանին մեջ Քրիստոսի ներկայությունը բերող իրականություն կտեսնեն, չէ՞։ Այսինքն այդ քարեղեն արձանը կամ երկաթեղեն կամ բղնցեղեն արձանը ադգա չէ Քրիստոսը, անգա Քրիստոսի ներկայությունը գխորհրդանշե, Քրիստոսի ներկայության արդահայտությունն է, հստակ տողլա ծեր մտքի մեջ, դուք որ գթադեք ուրիշները, դուք որ ուրիշները գրապաշտ կգոչեք, Ովև մեկը, որ Հիսուսի արձանին դիմաց կգենա,
քարը երկաթը բղինցը չի բաշտեր, այլ այդ քարին, այդ բղինցին, այդ երկաթին մեջ Քրիստոսի ներկայության արտահայտությունը կտեսնե եւ միայն սիրելիներ, եթե ցեզմե մեկը դուք որ գտադեք, եթե ցեզմե մեկը իր մորը նկարը ունենա իր քրբանի մեջ, իր մորը նկարը համբուրե, ճիշտ պիտի լա, որ ես զայն գոչեմ թղթաբաշտ, ոչ, դուք թուղթ չեք բաշտեր, բայց ծեր այդ մորը նկարին մեջ ծեր բարձաբես մորը ներկայությունը կտեսնեք կամ ծեր մորը ներկայությունը գարդահայտե այդ թուղթը, թուղթի գդորը, բայց այդ թուղթի գդորը ինք ծեր մայրը չէ, այդ թուղթի գդորը ծեր մայրը չէ, այլ ծեզ ծեր մայրը կհիշեցնե, ծեր մորը ներկայությունը կհիշեցնե, ներկայության արտահայտությունն է բարձաբես, չէ։ Նույնն է հետևաբար մեկը, որ Հիսուսի արձանին դիմաց կգենա սիրելիներ, բարձաբես այդ արձանը Հիսուսի ներկայության արտահայտությունն է եւ անցը եթե կբաշտե ոչ թե այդ կարեղեն արձանը, այլ կբաշտե այն ինչ որ այդ կարեղեն արձանը կներկայացնե եւ ով կներկայացնե, Քրիստոսը կներկայացնե։ Կկրկնեմ, հավատացյալ մարդը երբ աղոտ կնե, այդ կարեղեն արձանին չէ որ աղոտ կնե, այդ կարեղեն արձանը չէ որ կբաշտե, այլ իր աղոտ կներկայացնե այն անձին, որ այդ կարեղեն արձանը կներկայացնե, այն անձին, որ ծևովը կարեղեն արձանին մեջ անոր ներկայությունը կբերե։ Հետո ուրիշ գետնը սիրելիներ, դուք որ Հիսուսի արձանին դիմաց կամ Աստվածածնի արձանին դիմաց գեցող եւ աղոթող մարդիկը գրաբաշտ կգոչեք, ես անգերց հարցում ունիմ ցեզի։ Իսկապես սրտանց հոգյով դուք կհավատաք, որ անոնք գրաբաշտ են, իրական գուր կբաշտեն։ Ձեր ամբողջ մտայնությամբ դուք իրական համոզված եք, որ անոնք գուր կբաշտեն։ Հստակ է սիրելիներ, դուք շատ լավ գիտեք, որ անոնք գուր չեն բաշտեր, բայց բամը ասելու սիրուն գսեք։ Շատ լավ գիտեք, որ անոնք Քրիստոսը կբաշտեն։ Շատ լավ գիտեք, որ Հիսուսի արձանին դիմաց գենալով աղոթողը քար չի բաշտեր, երկաթ չի բաշտեր, բղինց չի բաշտեր, ճշմարիտ կենդանի ապրող հավիտենական Աստվածը Հիսուս Քրիստոսը կբաշտե։ Ասկա գիտնալով հանդերձ դուք զանոն գրաբաշտ կգոչեք։ Գրաբաշտ կրնակ գոչել, եթե իրական գուր կբաշտեն։ Եթե Քրիստոս գուրք է, եթե Քրիստոս չաստված է, օքեյ, ձեր ասածը այդ պարակային ճիշտ կլա, անոն գրաբաշտ կլան, բայց Քրիստոս գուրք չէ, չաստված մը չէ, ճշմարիտ Աստված է Քրիստոս։ Երկրորդ օրինակը գկարտանք այդ Կորինթացիս 10-րդ գլուխ 4-րդ համարին մեջ։ Բողոս առաքյալ գսե բոլորնալ նույն հոգևոր ըմբելիքը խմեցին, որովհետև խմեցին ժայռեմը, որ անոնց հետ գերտար, եւ այդ ժայռը Քրիստոսն էր։ Անշուշտ 5 դագարանեն առնված թեփք մնե, կգարտակ այդ մասին թվոց կրկին 20-րդ գլուխին 8-11 համարներուն մեջ, կգարտակ ոնտե ինչպես հրյաներ Սինայի անաբադին մեջ երբ գտապարեին, անոնց հետ ժայռ մգար, անոնց հետ գտեղափոխվեր։ Ուրեմն ասկա անշուշտ ռաբբիական մեկնության համաձայն,
Եվ Պողոս առաքյալ ռաբբիական մեկնության գեհդեվի գսե անոն գխմեին ժայրեմը, որ իրենց հետ գերտար, իրենց հետ գդեղափոխվեր, բայց մեզ հետաքրքրողը հոս հետևյալն է, Պողոս առաքյալ գսե եւ այդ ժայրը Քրիստոսներ։ Եթե ցեզի պես պիտի մտածեմ, սիրելի փոխականներ, հոգեկալստականներ, եթե ցեզի պես պիտի մտածեմ, պիտի ասեմ, որ Պողոս առաքյալ գրաբաշտ մներ։ Եթե ցեզի պես պիտի մտածեմ, պիտի ասեմ, որ Պողոս առաքյալ գրաբաշտ մներ, որովհետև գսե առաքյալը անոնց հետ այն ժայրը, որ անոնց հետ գերտար, այն ժայրը, որ մեկ գխմեին Քրիստոսներ։ Քրիստոսը ժայր գոչե, դեղափոխվող ժայր։ Բայց կրնանք Պողոս առաքյալին համար ասել գրաբաշտ։ Պողոս առաքյալ այդ ժայրի մեջ Քրիստոսի ներկայությունը գտեսներ։ Այդ ժայրը դարացիորեն, պարացիորեն Քրիստոսը չէր, այլ Քրիստոսի ներկայությունն էր։ Պողոս առաքյալի մտքին մեջ Քրիստոսի ներկայությունը գխոր հրտանշեր, ոչ թե ուղղակիորեն Քրիստոսն էր, քարի գդորմն էր, ոչ։ Իր մտքին մեջ, Պողոս առաքյալի մտքին մեջ այդ ժայրը գխոր հրտանշեր Քրիստոսի ներկայությունը, Քրիստոսի ներկայության արտահայտություններ։ Նույնպես ալ սիրելիներ, ինչպես այս ժայրը Պողոս առաքյալի համար Քրիստոսի ներկայության արտահայտություններ, նույնպես ալ երբ Հիսուսի արձանը կգանքնեցնենք, այդ արձանը Հիսուսի ներկայության արտահայտությունն է, երբ Աստվածածինի արձանը կգանքնեցնենք, այդ արձանը Աստվածածինի ներկայության արտահայտությունն է, երբ Սուրբիմը արձանը կգանքնեցնենք, այդ արձանը այդ Սուրբի ներկայության արտահայտությունն է, նույն դրամապանությամբ։ Գանցնիմ երրորդ օրինակիմը։ Հիսուս Հովաննու ավետարանին երրորդ գլուխին 14-րդ համարին մեջ գսե. ինչպես Մովսես բղինցե օծը բարձրացուց անապատի մեջ, այնպես ալ մարդու որդին պիտի բարձրանա։ Հիսուս նյութական օրինակ մգուտա։ Հիսուս ծողին վրա բարձրացող բղինցե օծը 5 դագարանի մեջ թվոց 21-9 գնկատե խոր հրտանիշ իր խաչ բարձրացումին և մի մորնակ ծողին վրա այդ օծին բարձրացումը Աստծո հրամանով եղավ։ Աստված ինք Մովսեսին պատվիրեց բղինցե օծը առնել, ծողիմը վրա բարձրացնել։ Սա կնշանակե, որ Աստված 5 դագարանի մեջ գրաբաշտության գոչ ուղեց, գրաբաշտության հրավիրեց Մովսեսը և հրյաները, կամ երբ Հիսուս ինք գսե ինչպես բղինցե օծը ծողին վրա բարձրացուցին, զիսալ պիտի բարձրացնեն խաչի վրա, ասել գուզե, հոս Քրիստոս գրաբաշտը իբրև հանդես գուկա, ավասիկ ին Քրիստոս բղինցե օծը, այդ նյութական բղինցե օծը գնկատե խորհրդանիշ իր անցին և ծողը, որուն վրա բարձրացավ այդ օծը, խորհրդանիշ իր խաչին արդ, ինչպես Քրիստոս այդ օծը և այդ ծողը նկատեց խորհրդանիշ իր անցին, իր խաչին և ատկագրաբաշտություն չհամարեց, նույնպես ալ Հիսուսի արձանը, որ խորհրդանիշը Հիսուսի ներկայության գրաբաշտություն չէ։ Գանցնիմ 4-րդ օրինակիմը։ Դուք գիտեք, որ Աստված ինքը պատվիրե Մովսես մարգարեին
Ելից կրկի 25-րդ գլուխին 10-22 համարներուն մեջ ուխտի դաբանագը շինել, պատրաստել, գառուցել ուխտի դաբանագը եւ Աստված Մովսեսին 23-րդ համարին մեջ գսե ես հոն քեզի պիտի հանդիպիմ քավության վրայեն քերովպեներուն ընդմեջեն քեզի հետ պիտի խոսիմ հոն քեզի պիտի հանդիպիմ ուխտի տաբանագը Աստծո ներկայության Աստծո բնակության խորհրդանիշ էր հրյա մարդուն համար Մովսես հոներ որ գերտար երբ ուզեր Աստծո հանդիպիլ Աստծո հետ խոսիլ եւ Աստված ինքսե ուխտի տաբանագին ընդմեջեն քերովպեներուն ընդմեջեն ես քեզի պիտի հանդիպիմ հետդ պիտի խոսիմ շատ լավ ավասիկ ուխտի տաբանագը նյութական իրականությունը որ Աստված ինք իր ներկայության իր բնակության խորհրդանիշ կնկատե ճիշտ նույնպես ալ Հիսուսի արձանները մենք Հիսուսի ներկայության խորհրդանիշ կնկատենք գրապաշտություն չէ ադիգա այլապես ուխտի տաբանագը կառուցելը հոն երտալ ուխտի տաբանագին մեջ քերովպեներու շունչին ներքև հոն Քրիստոսի կամ Աստծո հանդիպիլնալ գրապաշտություն պիտի լար չէ նյութական ուխտի տաբանագին երտալ աննյութական Աստծո հանդիպելու համար գրապաշտություն պիտի լար եթե ցեզի բես սիրելի փողոքականներ սիրելի օկեկարլստականներ եթե ցեզի բես մտածենք ադիալ գրապաշտություն պիտի համարենք Գանցնիմ 5-րդ օրինակի մը քիչմը աջաբարենք սիրելիներ Գգարտակ ելից կրկի 14-րդ գլխուն 24-րդ համարի մեջ ցեզի ծանոթ ուրեմն գրագի սյունը ամբի սյունը որ գպաժներ եգիպտացիները հрьяներեն հիմա Աստծո ներկայությունը գար այդ գրագի սյունին ամբի սյունին մեջ բայց երբ Աստված եկավ այդ սյուները գազմելու կամ թարնալու եկավ այդ սյուներուն ընդմեջեն խոսելու հրյա ժողովուրդին հետ կամ բաժնելու զանոնք եգիպտացիներեն այդ ընելով Աստված արդյոք երկու գուրքեր կառուցեց ամբի սյունին գուրքը եւ գրագի սյունին գուրքը կառուցեց ոչ անոնք բարձավես իր ներկայությունը գարդահայտեն նույնպես ալ Հիսուսի արձանները Հիսուսի ներկայության արդահայտությունն են այս դողը շատ պիտի գրկնեմ գանցնիմ ուրիշ գետիմը 6-րդ ուրեմն Սամոսակիրը 121-րդ գլուխին առաջին 1-2 համարներուն մեջ ինչ գսե իմ աչքերս թեպի լեռները պիտի բարձրացնեմ ուրգե իմ օգնությունս պիտի կա հարցում հոս Սամոսակիրը գխորհեր թե իր օգնությունը լեռներեն պիտի կար լեռներուն քարերեն հողերեն ժայրերեն պիտի կար թե դիրոճմեն պիտի կար դիրոճմեն որովհետև խոսքը կշարունակե գսե իմ օգնությունս դիրոճմեն է բայց ինչու գսե Սամոսակիրը իմ աչքերս դեպի լեռները պիտի բարձրացնեմ ուղղակիորեն թողսեր իմ աչքերը դեպի դերը պիտի բարձրացնեմ ուրգե իմ օգնությունս պիտի կա բայց գսե իմ աչքերս դեպի լեռները պիտի բարձրացնեմ գրաբաշտեր Սամոսակիրը լեռներ կբաշտեր լեռներուն հողերը քարերը կբաշտեր թե այդ լեռներուն մեջ բարձավես Աստծո ներկայության խորհրդանիշ մգդեսներ որովհետև լերը գխորհրդանիշե մեկնության մեջ Աստծո հավերժությունը անսասանությունը
ամենազորությունը, հավիտենականությունը, ամրությունը, զորությունը, ուրեմն երբ Սամոսակիրը գսե իմ աչքերս թեպի լեռները պիտի բարձրացնեմ, խորքի մեջ սել կուզե թեպի ամենազոր Աստվածը, թեպի հավիտենական Աստվածը, թեպի լեռներու նման անսասան եղող Աստվածը պիտի բարձրացնեմ իմ աչքերը։ Գրաբաշտ մջեր։ Նույնպես երբ Հիսուսի արձանին մեր աչքերը գահարենք, գսենք իմ օգնությունս դիրոճմեր է, այդ քարեղեն արձանեն չէ, ինչպես Սամոսակիրը չեր հավատար, որ իր օգնությունը լեռներուն քարերեն ժայռերեն պիտի կար, նույնպես հավատացյալը, որ Հիսուսի արձանին դիմաց գեցած է, չի հավատար, որ այդ արձանի քարեն, բղինցեն ոչ, հոնգե չէ, որ կհավատա, թե իր օգնությունը պիտի կա, այլ Հիսուսեն, Քրիստոսե պիտի կա, այդ արձանը Քրիստոսի ներկայության արտահայտությունն է, Քրիստոսեն պիտի կա, սիրելիներ, 7-րդ օրինակը, անգես մորինին օրինակը, որում մասին կգարտակ, ելից կրկին 3-րդ գլուխի 1-6 համարներուն մեջ պետք է աջապարենք, անգես մորինին Աստծո ներկայությունը կխորհրդանշի, Աստված անգես մորինի միջոցով խոսեցավ, μα չենք ուզել մեկնության մեջ մտնել Աստվածածինը կխորհրդանշի, գրագը Աստծո որդին ներկայությունն է Աստվածածինի մեջ եւ այլն, հիմա մեկնության մեջ չենք ուզել մտնել, բայց անգես մորինին ընդմեջեն Քրիստոս խոսեցավ Մովսես մարգարեին հետ, հիմա Մովսես մարգարեին համար Աստված այդ նյութական ծառներ, նյութական գրակներ, ոչ, այլ բարձավես Աստծո ներկայությունը խորհրդանշող դառներ էին անոնք։ Հիսուսի արձանն նույնպես Աստծո ներկայությունը խորհրդանշե։ 8-րդ գարտակ Հովաննու Ավետարանին 15-րդ գլուխին 1-5 համարներուն մեջ Հիսուս գսե ես եմ որդադունգը։ Գիտեք, այս դող ասած ադենը սպամ միշեցի։ 2001 թվականին, ուրեմն Ամերիկա էի, ուրեմն կացի ընդանիքի մոտ գեղեցիկ բարդեզ ունեին եւ այդ բարդեզին մեկ անգյունը դեսավ որդադունգ մը եւ անոր վրա Հիսուսի նկարը գախած էր դանդեգինը։ Իրենսի հարցուցի ինչու Հիսուսի նկարը այս որդադունգին վրա գախած ես, հետաքրքրական պատասխան մտավ։ Ըսա որբեսի միշտ հիշեմ Տիրոջ խոսքը, որ ինքզին որդադունգին նմանցուց, մեզալ որդադունգին վրա հաստատված ջյուղերու եւ պատվիրեց, որ իրեն միացած մնանք, ջյուղերս իրեն որդադունգին միացած մնանք։ Ես ըսա ամեն անգամ որ այս որդադունգին նայեմ եւ հոստրված նկարը տեսնեմ, գիշեմ Հիսուսի այս խոսքը։ Հիմա գրնամ ես այս դիգինը որդադունգաբաշտ, փայդաբաշտ գոչել։ Ոչ։ Ինքնտուներ այդ որդադունգը իբրև Քրիստոս, ոչ։ Այդ որդադունգը իրեն համար Քրիստոսի ներկայությունը հիշեցնող իրականություն մներ։ Քրիստոսի ներկայությունը բերող Քրիստոսի ներկայության արտահայտություններ բարձաբես, սիրելիներ, ճիշտ Հիսուսի արձաներուն բարակային մասին նույնը պետք է մտածենք, Հիսուսի ներկայությունը կարտահայտեն։ Վերջին տեր գետմը Հիսուս մարմին արավ, Աստված հոգի է, բայց նոր գդագարանին մեջ կտեսնենք, որ Աստված մարմին գառն է։ Ուրեմն Աստծո մարմին դալը սխալ չէ։ Եթե Աստծո մարմին դալը Աստծո արձանը կանգնեցնելը սխալ ըլլար, Հիսուսին մարտեղացունալ սխալ պիտի ըլլար։ Հիսուսի Աստծո որդին մարմին առնելն ալ սխալ պիտի ըլլար։ Երբ Հիսուս ինք մարմին գառն է, վերջագետ, այդ մարմինը Աստված է, մեկ դարբերությամբ, սակայն
երբ մենք արձան կգանքնեցենք, այդ արձանը չէ Աստված չէ, այլ Աստծո ներկայությունը արտահայտող իրականությունն է։ Բայց ըսելիքս կանի Հիսուս մարմին արավ, մենք կրնանք հետևաբար նյութական մարմինով Հիսուսը արտահայտել։ Եվ վերջին բանը սիրելիներ, Բողոքականները, հոգեկալստականները ծեր աղոթասրահներուն մեջ, ծեր ժողովասրահներուն մեջ հսկա մեծ խոշոր խաչեր կգանքնեցնեք, առանց խաչյալին, չէ՞։ Հիմա խաչյալով առանց խաչյալին ասի առանցին նյութ, այդ մասին չեմ ուզեր խոսիլ, բայց մեծ խաչեր կգառուցեք ծեր հավաքատեղիներուն մեջ, աղոթասրահներուն մեջ, դուք գնդունիք ես ձեզ գոչեմ փայդաբաշտ, երկաթաբաշտ, դուք այդ փայդի գդորը կպաշտեք, ոչ, անշուշտ ոչ, դուք գրաբաշտ չեք, բայց այդ գանքնեցված խաչին մեջ դուք գտեսնեք հարուցյալ բրկչին ներկայությունը։ Մենք անշուշտ կտեսնենք թե խաչյալ բրկչին ներկայությունը, թե հարուցյալ բրկչին ներկայությունը։ Դուք խաչյալը չեք տեսներ, անորամար չեք տներ խաչին վրա խաչյալը, ուզեք զինք հարուցյալ տեսնել այն դրամապանքյան, որ հարություն արավ, ինչու զայն խաչին վրա բայինք։ Ասի, ինչպես ասի, առանցին նյութ է։ Շատ լավ սիրելիներ Հեսուս գավարդեմ հետևյալը ասելով, որ եթե պիտի խոսիկ, եթե պիտի թադաբարդեք, եթե պիտի թադեք այն մարդիկը, որոնք Հիսուսի արձանին թիմաց գենալով գաղոթեն, Աստվածածնի արձանին թիմաց գենալով գաղոթեն, ես արդեն գխորիմ իմ պատասխաներս շատ համոզիչ էին, կպավե, որ միտք ունենակ դրամապանություն կհամոզվիք և ծեր մտածելակերպը կփոխեք, բայց եթե պիտի թադեք անպայմանորեն, այդպիսիները մի թադեք, այդպիսիները Քրիստոսաբաշտ են։ Թադեցեք ճշմարիտ գրաբաշտները, թադեցեք ճշմարիտ գրաբաշտությունը, տրամասիրությունը գրաբաշտություն է, մարդաբաշտությունը գրաբաշտություն է, եսասեր ըլլալը գրաբաշտություն է, ատորասեր ըլլալը գրաբաշտություն է, թում կեզ ուրիշեն կերատասելը, ուրիշեն դարպեր նգադելը գրաբաշտություն է, ուրիշը սևցնելը, քու անցդ փայլեցնելու համար գրաբաշտություն է։ Երբ գսիրես եղբայրդ, քույրդ, հայրդ, մայրդ, գինդ, ամուսինդ Հիսուսեն ավելի ադի գրաբաշտություն է, Հիսուս գսե, ով որ սիրե եղբայր, քույր, հայր, մայր, գին, ինձն ավելի ինձի արժանի չէ։ Այս տեսակի գրաբաշտության մասին խոսեցեք։ Այս տեսակի գրաբաշտները մեղատրեցեք, բայց ավելի լավ գլա, որ չմեղատրեք անշուշտ, աղոթեցեք անոնց դարձին համար։ Տիրոջ անունով ձեզ բոլորդ գորնեմ, խնդրելով Սուրբ Հոգին իմաստությունը բոլորիդ համար, որ ճանչնակ դժմարտությունը և սուդին չսեք ճիշտ ու ճիշտին սուդ։